Եվրոպայի երիտասարդ լիբերալների միության համաժողովի ժամանակ Հայաստանի Հայոց համազգային շարժում կուսակցության երիտասարդական միությունը դարձել է այդ կազմակերպության լիիրավ անդամ։ Հայաստանից, այսինքն ՀՀՇ-ն ներկայացրել է Եվա Թովմասյանը, ՀՀՇ երիտասարդական միության գործադիր խորհրդի անդամ։ Միևնույն ժամանակ այդ համաժողովում բանաձև են ընդունվել Հայաստանում երիտասարդների հանդեպ քաղաքական հալածանքների Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Արտակ Կարապետյանի այդ դատավարության վերաբերյալ, քաղաքապետարյանների վերաբերյալ, ասեմ նաեւ Եվայի ջանքերի շնորհիվ, հա։ Ես ընդամենը ոչ միայն Եվայի։ Ասեմ, որ Եվրոպայի լիբերալ երիտասարդների միությունը նույն մեզ հայտնի Եվրոպայի լիբերալ կուսակցության ELDR-ի երիտասարդական մասնաճյուղն է։ Առհասարակ եվրոպական կազմակերպությունները սկզբունքով են աշխատում, սկզբում տաբուների թեմայով սեմինար ունեցանք Եվրոպայի տաբուների, որը բավականին հետաքրքիր թեմա էր, ու հիմնականում քննարկվում են կարծրացած խնդիրները Եվրոպայի երիտասարդների համար ցավոտ խնդիրները, թե Եվրոպայի տարածքային կոնֆլիկտները, թե Եվրոպայի ֆինանսական խնդիրները եւ այլն, ու ինձ որպես Կովկասի ներկայացուցիչ, հարավային Կովկասի ներկայացուցիչ բավականին հետաքրքիր էր Եվրոպան քննարկող ու Եվրոպայի մասին բաց խոսող երիտասարդների շրջապատում գտնվել այդ մի քանի օրը, ու ասեմ, որ բավականին հետաքրքիր փորձ ստացա մեր տարածաշրջանի վրա նույն սկզբունքները պրոյեկտելու համար։ Հետո արդեն վերջին 2 օրը մեկնարկեց կոնգրեսը։ Կոնգրեսի ընթացքում հիմնականում գործնական աշխատանքային ընթացիկ խնդիրներն են քննարկվում տվյալ կազմակերպության, ու մենք որոշել էինք, որ մեր լիիրավ անդամության հայտն ենք ներկայացնելու այս անգամ։ Ասեմ, որ մենք 2008 թվականից արդեն դիմորդ անդամ ենք այդ լայմեկ կազմակերպության, եւ առհասարակ այդ իրենց աշխատանքային սկզբունքն է, այսինքն դու սկզբից ներկայանում ես որպես դիտորդ անդամ, հետո դիտորդ անդամ լինելուց հետո ներկայացնում ես քո դիմորդ անդամության հայտը եւ հետո արդեն լիիրավ անդամության հայտը։ Ներկայացրեցի մեր կազմակերպությունը, մեր կազմակերպության փորձը, աշխատանքը, ծրագիրը եւ այլն հարցեր, եւ միաձայն կողմ քվեարկությամբ առանց ոչ մի հակասությունների մենք դարձանք տվյալ կազմակերպության լիիրավ անդամ, որը բավականին էական նշանակություն է ունենալու մեր գործունեության համար ու առհասարակ հայ քաղաքական իրականության համար, հատկապես երիտասարդ քաղաքական գործիչների իրականության համար։ Մի փոքր պատմեմ Բանաձևի մասին։ Ուրեմն Բանաձևը ներկայացվել է, քիչ հետո մենք ձեզ կտրամադրենք արդեն ամբողջ տեքստը հայերեն թարգմանության Բանաձևի։ Մի փոքր ներկայացրել եմ նախապատմությունը, թե ինչպես է տեղի ունեցել, դե քանի որ ես ինքս էլ օգոստոսի 9-ի դեպքերին մեր տղաների հետ եմ եղել, փորձեցի մի փոքր բացել, որովհետև իսկապես եվրոպացի երիտասարդի համար, Եվրոպայի բնակչի համար աբսուրդ երևույթ է, երբ որ պատմում ես, որ ոստիկանը քեզ մատնացույց է անում, ասում է կներեք, պիտի ուղղակի մեջ բերեն ոստիկանի ասածը, ընդդիմություն է բերեք, սրան ռադանենք ստեղից, հազար ներողություն իհարկե արտահայտությանս համար, բոլորը իհարկե շատ զարմացած էին այդ պատմության համար, ու բնականաբար որոշեցին, որ ազատամիտ երիտասարդները ոչ մի կերպ իրավունք չունեն անուշադրության մատնել տվյալ խնդիրը, ու էլի միաձայն քվեարկությամբ մեր Բանաձևը անցավ։ Մի քիչ մանրամասնեմ Բանաձևի կետերը, ուրեմն նախ եւ առաջ այնտեղ ներկայացված է խնդիր, որ պիտի այսուհետ Եվրոպայի լիբերալ երիտասարդության ալյանսը իրեն հասանելի բոլոր ռեսուրսների միջոցով տարածի այս ինֆորմացիան Եվրոպայում մարդու իրավունքների հետ կապված, եւ քանի որ Եվրոպայի լիբերալ երիտասարդության ալյանսը ELDR-ի երիտասարդական թևն է հանդիսանում, իսկ ELDR-ը իր հերթին հանդիսանում է Եվրոպական միության ամենախոշոր խմբակցություններից մեկը, պայմանավորվեցինք, որ իրենք օգտագործել են իրենց բոլոր ռեսուրսները տվյալ խնդիրը եվրոպական բոլոր ատյաններում շեշտելու եւ եվրոպական բոլոր ատյաններին հասցնելու։ Մյուս կողմից հայկական իշխանությունների հետ ցանկացած կապերի, ցանկացած առնչությունների, ցանկացած շփումների դեպքում առաջին շեշտադրումը անել Տիգրան Առաքելյանի անհապաղ ազատ արձակման եւ այս աբսուրդային խայտառակ քաղաքական հետապնդման անհապաղ դադարեցման վրա։